Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են, հիշում եք մի քանի օր առաջ Պետրոս Ղազարյանը մի գրառում էր առել Facebook-ում, որտեղ ռուսներին մեղադրում էր հայկական հողերը Կարսը, Սուրմալու, Նախիջևանը թուրքերին հանձնելու մեջ։ Ես էլի պատասխան դրա եմ մի գրառում առել, որտեղ հիմնավորում է, որ Պետրոսը ստում է եւ ընդհանրապես սա իսկապես մեծ սուտ է, որին մենք տասնամյակներ շարունակ կուրորեն հավատացել ենք եւ այդ միֆը ստեղծվել է, որպեսզի մենք մեզ հարմարավեց գանք շուրջ բոլորին մեղադրենք, ռուսներին, թուրքերին, մտածենք, որ մեր շուրջը կա ռուս-թուրքական ինչ-որ դաշինք, որ ուղղված է մեր դեմ, եւ մենք մեր համար սենց ապրում ենք, եւ այդ ռուս-թուրքական դաշինքը գալիս է, մեր հողերը հանձնում է, առևտրի առարկա է դարձնում եւ մեզ կոտորում են, սպանում են ու չգիտեմ ինչ, բլա, մենք սուրբ ենք, մեր քաղաքականների տաները սուրբ են, միշտ ճիշտ որոշում են կայացնում, երբեք չեն սխալվում եւ ամեն ինչի մեջ մեղավոր են դավաճան ռուսները եւ արնախում թուրքերը։ Մի խոսքով այդ գրառումները կարող եք կարդալ։ Հիմա այլ բանի մասին եմ ուզում խոսել, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 1-9-1 եւ հավանել տարածել ընդհատակից զրույցները։ Ինչևից է, մեկնաբանություններում լիքը մարդ ինձ հիշեցնում էին, նախ ասում են, որ ես սխալվում եմ եւ հիշեցնում են, որ այդ պիղծ ու դավաճան բոլշևիկներն են ախր ֆինանսավորել Քեմալին, զենք վաճառել նրան, զենք տրամադրել նրան, ոսկի տվել եւ այլն։ Այսինքն ուզում են ասել, որ հայ-թուրքական պատերազմում մենք պարտվել ենք ռուսական զենքի, սովետական զենքի եւ ոսկու պատճառով։ Այսինքն այդ մարդկանց լոգիկան ուր է տանում։ Նրանք այդ ռուսական եւ թուրքական հակահայկականությունը բարձրացնում են գենետիկ մակարդակի։ Իբրև որ ամեն ինչ հենց այդպես է պետք է լիներ, քանի որ ի սկզբանե ի բնությունը ռուսները եւ թուրքերը համատեղ դեմ են հայերին եւ Հայաստանի Հանրապետության, այսինքն բոլշևիկները հատուկ հայերի դեմ հայերի հողերը հանձնելու համար հեղափոխություն են արել, հատուկ դրա համար եկել են իշխանության եւ Քեմալը հատուկ հայերին հաղթելու համար, հայկական հողերը գրավելու համար արևելյան գավառներում Անատոլիայում ապստամբությունը բարձրացրել եւ իշխանության եկել հատուկ եւ հետո իրանք գաղտնի պայմաններում ինչ-որ դավադրություն են մշակել, մեկը մյուսին օգնել են, որպեսզի հաղթեն հայերին եւ որը մեկը չի խորանում, թե որը որից հետո իրականում օրինակ ինչի համար է օրինակ բոլշևիկյան Ռուսաստանը զենք տրամադրել Քեմալին, քեմալական Թուրքիային, ինչի համար են օգնել։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև երկուսն էլ պարտված էին առաջին աշխարհամարտում, նաև Ռուսաստանը, որը դուրս էր եկել պատերազմից համարվում էր պարտված կողմ, մինչև 17 թվականի հեղափոխությունը Ռուսաստանը Անտանտի անդամ էր, բայց տեղի ունեցավ հեղափոխություն երկու փուլով եւ ի վերջո իշխանության եկան բոլշևիկները եւ Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից, կնքեց այդ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, զիջեց տարածքներ, մի խոսքով Ռուսաստանն էր պարտված կողմ, բոլորս գիտեն, որ Թուրքիան էր պարտված կողմ, որը արձանագրվել էր արդեն Մուդրոսի զինադադարով եւ հետագա բանակցային գործընթացով։ Մի խոսքով եւ երկուսն էլ պայքարում էին Անտանտի դեմ եւ բոլշևիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան, երկուսը միասին պայքարում էին Անտանտի դեմ։ Բնականաբար, եթե ավելի մեծ թշնամու դեմ են պայքարում եւ փորձում չեզոքացնել նրա սպառնալիքը, պետք է ուժերը համատեղեն եւ միասնական դաշինքի մեջ հայտնվեն։ Եվ հիմա ինձ խնդրում եմ ասեք, որ դաշինքում էր այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Անտանտի դաշնակիցներ տարածաշրջանում, տեսեք, տարածաշրջանի երկու մեծ ագրեսիվ երկրները պայքարում են Անտանտի դեմ, իսկ փոքրիկ Հայաստանը Անտանտի դաշնակիցն է Անգլիայի եւ Ֆրանսիայի եւ ինքն իր այդ կարգավիճակով սպառնալիք է դառնում բոլոր կողմերի համար, ինչպես քեմալական Թուրքիայի, այնպես էլ բոլշևիկյան Ռուսաստանի, բայց Հայաստանը կարող էր չլինել Անտանտի դաշնակիցը։
իր կարճատև 2.5 տարիների ընթացքում տարածաշրջանային իրավիճակը այնքան կտրուկ փոփոխություն է ենթարկվել, որ Հայաստանի ղեկավարները պետք է համապատասխան որոշում կայացնեն եւ իրենք իրենց սխալները հետագայում իրենց տեքստերում խոստովանել են եւ Քաջարյանին եւ Խատիսյանը եւ Վրացյանը, այսինքն մի օր եթե առիթ կլինի իրենց ինքնախոստովանությունները կարող ենք կարդալ նաեւ այս ֆորմատում, այսինքն Հայաստանը կարող է չլինել Անտանտի դաշնակից եւ վտանգ չստեղծել եւ չսադրել ինչպես բոլշևիկներին, այնպես էլ Թուրքիային եւ իսկապես Հայաստանի կառավարիչները այդպիսի շանս ունեն, չէ՞ որ ի սկզբանե Քեմալը հայերին առաջարկում էր դադարեցնել այդ դաշինքային հարաբերությունները Անտանտի հետ եւ աջակցել նրա դեմ թշնամական գործողություններ չանել եւ ինքը պատրաստ կլիներ ճանաչել Հայաստանի Հանրապետությունը նաեւ Կարսի եւ մի շարք այլ տարածքների հետ միասին, բայց Հայաստանի կառավարիչները մեծամտաբար գրողի ծոցն են ուղարկել Քեմալին իշխանություն չեն պատասխանել, ունենալով են ակնկալիքը, որ Անտանտի երկրները Անգլիան եւ Ֆրանսիան նրան տալու էին Սևրի պայմանագրով նախատեսված ծովից ծով Հայաստան, ինչը ի վերջո պարզվեց, որ միֆ է, պարզվեց, որ հեքիաթ է եւ Անտանտի դաշնակից Հայաստանը հայտնվեց երկու երկրների Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների, բարդ հարաբերությունների կիզակետում եւ ուզոհաբերվեց եւ կարող է դա չլինել։ Այսինքն էլ ավելի բացենք փակագծերը ռուսները, բոլշևիկները ոչ թե Քեմալին զենք ու ոսկի են տվել, որ գնա հատկապես հենց հայերին կոտորի ոչնչացնի, հայկական քաղաքները գրավի, այլ որպեսզի Քեմալը հաջողությամբ պայքարի Անտանտի դեմ եւ տարածաշրջանում թույլատնի Անտանտի երկրների Անգլիայի, Ֆրանսիայի, այսինքն բոլշևիկների թշնամիների ազդեցությունը եւ նաեւ Լենինը կարծում էր, որ Թուրքիան այն գործիքն է, որի միջոցով Մերձավոր Արևելքում կարելի է տարածել հեղափոխական կարմիր գաղափարներ։ Այսինքն հայերի դեմ որևէ դավադություն չկա, Հայաստանը ինքն է դիրքավորվել որպես Անտանտի դաշնակից եւ հետո ինքն իր գաղափարների իր դիրքավորման գեյն է դարձել։ Սա եթե շատ հակիրճ։ Հիմա ես այս իրականությունը հաճախ համեմատության մեջ եմ դնում մեր այսօրվա իրականության հետ եւ նորից տարածաշրջանում գրեթե նույն երկրներն են, հարաբերությունները լարված են, Սառը պատերազմը 21-րդ դարի Սառը պատերազմը նոր ելևէջներ եւ սրացումներ է ստանում եւ նորից Հայաստանի Հանրապետությունը ինչ որ տարօրինակ դիրքավորումների եւ աղետաբեր գաղափարների գեյն է դարձել։ Տեսեք, մի կողմից կա Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան եւ հիմա այս օրերին հենց այսօր Հայաստանում տեղի ունեցել եվրոպական համայնքի գագաթնաժողովը, Հայաստանում են եվրոպական գրեթե բոլոր առաջնորդները, բացի Գերմանիայի կանցլերից եւ Մեծ Բրիտանիայի միապետից, Հայաստանում են Մակրոնը, Ստարմերը, Հայաստանում են նաեւ Զելենսկին եւ ինչ է, շատերը ողջավորությամբ են այս գագաթնաժողովը ընկալում, կարծելով, որ սա մեկնարկն է Հայաստանի դեպի Եվրոպա գնալու համար։ Ի վերջո, մեր երկիրը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կարողացավ դուրս գալ ռուս-թուրքական ակցիաների միջից, վերագտնել իր ինքնիշխանությունը եւ գնալ դեպի Եվրոպա, տարածաշրջանից դուրս շպրտելով այդ նողկալի դավաճան ռուսներին, որոնք ի սկզբանե հանձնել են եւ շարունակում են հանձնել Հայաստանի շահերը, հայկական հողերը եւ այլն, այսինքն նույն հեքիաթը։ Եվ ես իմ գործընկերները հիմա էլ ենք, զգուշացնում, որ նորից Հայաստանի դիրքավորումը աղետաբեր է, մենք գնում ենք մի նոր աղետի։ Տեսեք, Հայաստանը գալիս, Երևան է գալիս Պուտինի Ռուսաստանի թիմ 1 թշնամին Զելենսկին եւ Երևանից սպառնում է Պուտինին չկարողանալ մայիսի 9-ին հանգիստ զորահանդես անցկացնել, քանի որ Մոսկվայի երկնքում բզզալու են անօթաչու թռչող
սարքել է։ Երևանից Զելենսկին սպառնում է Պուտինին։ Հայաստանի հարավում նախատեսվում է ստեղծել միջանցք Արմենիան Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIP անունով։ Այսինքն հիմա արդեն եկանք հայ-իրանական հարաբերություններ։ Մենք Իրանի հետ սահմանագծին ստեղծում ենք մի նախաձեռնություն, որը կրում է ստեղծում ենք միջանցք, որը կրելու է Իրանի այս պայմանությամբ գլխավոր թշնամիներից մեկի անունը, Ալի Խամենեի սպանողի անունը, Դոնալդ Թրամփի անունը։ Դու պատկերացնում ես, սա ինչ վտանգավոր է։ Հայաստան է գալիս Պուտինի թշնամին, որը սպառնում է Պուտինին, անօթաչուների բզոցով Հայաստանի հարավում միջանցք ենք տալիս, ամերիկացիներին փորձում ենք բերել տարածաշրջան եւ այդ միջանցքի անունը հենց իրանական սահմանի վրա անվանում ենք Ալի Խամենեին եւ նրա ընտանիքին եւ իրանյան ղեկավարությանը սպանողի անունն ենք դնում։ Պատկերացնեք, էլի մերոնք ոգևորված են այս շոուներով, այս կառնավալներով, Իշտոյանը վիդեոը հիմա դարձել է Մակրոնը վիդեո, տենց ինչ-որ ու էլի մարդիկ բավականություն են ստանում, վայելում են ուղղակի տեսարաններ, հաց եւ տեսարան ու մտածում որ այդ տեսարաններով կարելի է ապահովել երկրի ապագան, ապահովել նրա զարգացման հեռանկարները, չկասկածելով, որ մի նոր փոս են փորում Հայաստանի Հանրապետության համար ու ցավոք սրտի այս վտանգը ոչ մեկ շատ քչերն են այս վտանգը գիտակցում, բոլորը տարված են այս միֆերով, բոլորը բարդութավորված են այդ Ռուսաստան եզրույթներից եւ այսպես հավաքական հայկական էլիտան նորից կառավարող շրջանակները երկիրը տանում են մի նոր աղետի։ Այս եվրոպական գագաթնաժողովը իրականում ընդհանրապես կապ չունի եվրոպական արժեքների հետ, Հայաստանի եվրոպական երկիր դարձնելու հետ։ Դա աշխարհաքաղաքական միջոցառում է, մենք գիտենք, որ Եվրոպան սրա մասին բազմիցս խոսել ենք, որ Եվրոպան պատրաստվում է երկարատև հակամարտության Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի շուրջը ականներ է ձևավորում եւ այդ ականներից մեկը Ադրբեջանին կցված Հայաստանն է, հայ-ադրբեջանական, Հայաստան-Ադրբեջան ընդհանուր ռազմաճակատի եւս մի կտորը, ռազմաճակատի եւս մի կտոր ուզում են այստեղ Ռուսաստանի համար հարավում ստեղծել, այսինքն Հայաստանին դարձնում են Ադրբեջանի կցորդը, Թուրքիայի կցորդն չէ, Ադրբեջանի կցորդը։ Սա շատ վտանգավոր աշխարհաքաղաքական երկարատև գործընթաց է, որը Հայաստանի համար շատ վատ, շատ աղետաբեր արդյունքներ կարող է ապահովել եւ որևէ կերպ չփորձելով թիրախավորել ամերիկյան եւ եվրոպական գործընկերներին, այնուամենայնիվ Նիկոլից հետո կյանք կա եւ այդ երկրները եւ այդ աշխարհաքաղաքական բևեռները շարունակելու են Հայաստանի համար կարեւոր մնալ։ Այնուամենայնիվ այդ երկրների հարաբերությունները որակական այլ տիրույթում պետք է լինեն եւ Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն դառնալ աշխարհաքաղաքական գործիք, աշխարհաքաղաքական մանրադրամ մի բևեռի ձեռքին մեկ այլ բևեռի դեմ պայքարելու համար։ Սա հստակ պետք է ֆիքսել։ Սա անթույլատրելի կեցվածք է Հայաստանի համար։ Եվ այդ գագաթնաժողովը հենց այդ աշխարհաքաղաքական մրցավազքի համատեքստում է եւ ցավոք սրտի կապ չունի Հայաստանի եվրոպական պետություն դարձնելու գաղափարի հետ։ Այսքանը չմոռանաք բաժանորդագրվել, լավ եղեք եւ մտածեք Հայաստանի ապագայի եւ անվտանգության համար, ինչը հիմա շատ լուրջ սպառնալիքի տակ է։